Ընդամենը մեկ սարքավորում, 3 աշխատակից ու փոքրիկ վարձակալված տարածք։ Edgar Partners հայկական տպագրական ընկերության պատմությունն այսպես սկսվեց 15 տարի առաջ։ Այսօր արդեն ընդարձակ սեփական արտադրամաս ունեն տասնյակ աշխատակիցներ, գերճշգրիտ սարքավորումներ։ Զարգացման ճանապարհին կարևոր դեր են ունեցել նաև պետական աջակցության ծրագրերը, հումքի ներմուծման մաքսային արտոնություններից մինչև լիզինգային գործիքներ։ Արդյունքում Հայաստանում արտադրվածն այսօր ոչ միայն այլընտրանք է ներմուծվածին, այլև կան միջազգային շուկաներ տանող հավակնություններ։ Ժամանակակից գույքային հնարավորություններով հագեցած արտադրության տեսանելի անկյունում հին սերնդի ընդամենը 2 գույնով աշխատող սարքավորման նկարն է, որից սկսեց տպագրական մի մեծ պատմություն արդեն 15 տարվա ընթացքով։ Մեկ տպագրական սարքավորում 3 աշխատող 200 քառակուսի մետր տարածքում վարձակալած։ Այսօր կարող ենք փաստել, որ ունենք 40-ից ավել աշխատող, ունենք մոտ 5000 քառակուսի մետր արտադրական տարածք եւ արդեն սեփական եւ բազմատեսակ գերճշգրիտ սարքավորումներ, թե տպագրական, հետտպագրական։ Առաջին 5 տարին հիմնականում կորպորատիվ հաճախորդների հետ են աշխատել, պատվերներ ընդունել բանկերից, միջազգային կազմակերպություններից, 1 տասնամյակ է արդեն ամենատարբեր ոլորտների հետ են գործակցում, կլինեն դեղագործական, շոկոլադագործական ընկերություններ, ծխախոտի արտադրություն։ 18 թվականից սկսած մինչ օրս մեր գնագոյացումը, մեր առաջարկները պարբերաբար համեմատվում են արտերկրի խոշորագույն տպարանների կողմից տրամադրվող գների հետ եւ մենք մրցակցում ենք նրանց հետ։ Կարողանում ենք նույն որակի արտադրանք ապահովել եւ մրցունակ գներով։ Հրաժարվել դրսի ընկերություններին տպագրական ծառայություններ պատվիրել եւ իրենց արտադրանքի փաթեթավորումը տեղական ընկերությանը վստահել շատ բիզնեսներ համաձայնեցին ծանոթանալով հայկական արտադրության կարողություններին տպագրական պրոցեսների կատարելագործման ուղղված ներդրումների ծավալին։ Գնային առաջարկներով էլ մրցունակ լինել ընկերությանը հաջողվեց շնորհիվ նրա, որ ներդրումների դիմաց կառավարությունը արտոնություն տվեց հումքերը ներկրել առանց մաքսատուրքի։ Չինաստան, Հնդկաստան, Ֆինլանդիա, եվրոպական երկրներ տպագրության համար անհրաժեշտ գրեթե բոլոր նյութերը ձեռք են բերվում երրորդ երկրներից։ 18-20 թվականների համար դիմեցինք 450 միլիոն դրամի չափով նյութերի ներմուծման արտոնություն ստանալու համար եւ միաժամանակ պարտավորվեցինք եւ կատարեցինք մոտ 400 միլիոն դրամի ներդրում հիմնական միջոցների մասով։ Պետության աջակցության խթանի հաշվին մեզ հաջողվեց մեր գործընկերների հետ գալ վերջնական համաձայնության եւ իրենց անհրաժեշտ բոլոր տուփերը արտադրել Հայաստանում եւ մատակարարել տեղում։ Տեղական խոշոր ընկերությունների հետ գործակցության արդյունքում ընկերությունը մոտ 60%-ով մեծացրեց շրջանառությունը, հասցնելով տարեկան շուրջ 950 միլիոն դրամի։ Վերջին 4 տարում պետական աջակցության մեկ այլ լիզինգի ծրագրով էլ մոտ 40%-ով ընդլայնել են սարքավորումների պարկը, ավտոմատացման հնարավորությունները մեծացնելուց բացի նաև տպագրական պրոցեսները դիվերսիֆիկացրել։ Նոր ռուլոնային տպագրության արտադրամասի գործարկումը նոր գործընկերների թիմ ձևավորեց նաև ռեստորանային, արագ սննդի սպասարկման ոլորտներից։ Տեղական շուկայում հաջողության ընթացիկ տեմպը պահելով զարգացման նոր ուղղություն են նախորդ տարվանից թիրախային դարձրել, առաջընթացին նոր կարգախոս ընտրել։ Եթե առաջի դեպքում մենք սահմանել ենք արտադրենք Հայաստանում, այժմ մենք ասում ենք արտահանենք Հայաստանից, որ ունենք շատ շոշափելի արդյունք, որտեղ մեզ հաջողվել է Ռուսաստանում շատ մեծ շոկոլադ արտադրող Սլատկի Արեշիկ կազմակերպության հետ կնքել պայմանագիր եւ 25 թվականի հունվարից սկսած մոտ 9 միլիոն տուփ ենք արտահանել։ Հերթական ներդրումներն արդեն արտահանմանը միտված նախաձեռնել են 2025-ին։ Կառավարությունը եռամյա ժամանակահատվածում արտոնել է առանց մաքսատուրքի ներկրել արդեն 2.2 միլիարդ դրամի հումք։ Աջակցությունը գնահատվում է մոտ 130 միլիոն դրամ։ Նպատակում է արտահանման նոր շուկաներ գտնել, բանակցությունների մեջ են անգամ եվրոպական ընկերությունների հետ։ Դուք դիտում եք հրապարակումը, շնորհակալություն ուշադրության համար։